Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, հանրայինի եթերում օրակարգ լրատվականն է։ Սկսենք եղանակի մասին տեղեկատվությամբ, այսօրվանից մինչև օգոստոսի 4-ը պատրաստ եղեք բարձր ջերմային ֆոնի։ Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեքը դարձյալ կանխատեսվում է մինչև 38-39 աստիճան տաքություն։ Արևմտյան շրջանների բնակիչների բախտը ավելի շատ է բերել, օդերևութաբանները այսօր դրանց համար նույնիսկ կարճատև անձրև ու ամպրոպ են կանխատեսում։ Տապից ծովափնյա երկրներում հանգիստ որոնողներն ու բոլորը, ովքեր ելքի թույլտվության կարիք ունեն, այսուհետև կարող են ստանալ այն սահմանային անցակետում։ Այս հերթացման մասին հայտնում է անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Եթե հին նմուշի անձնագրով ելքի վիզայի համար դիմել չեք հասցրել, ժամն էլ ոչ աշխատանքային է, կարող եք հենց սահմանային անցակետում վճարել ու ստանալ անհրաժեշտ կնիքը։ Պարզապես բացի յուրաքանչյուր տարվա համար 1000 դրամ պետտուրքից, ձեզնից կգանձեն նաև 10,000 դրամ։ Մինչև 35 տարեկան զինապարտ քաղաքացիները պետք է զինգրքույկ, զինհաշվառումը հավաստող կամ զինծառայությունից տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ ներկայացնեն։ Սևանի լողափերից մեկում հանգիստ կիրակի երեկոյան կրկնակի սպանությամբ է ավարտվել։ Ահազանգից հետո ոստիկանությանը Սևան բուժկենտրոնից հաղորդել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա Աշոտ Հովհաննիսյանի մարմինը։ Ըստ տեղեկությունների նա Սևանի Միրաժ հանգստյան գոտու սեփականատերն է։ Սպանվածի որդին 36-ամյա Էդգարը հետապնդել, ավտոմեքենայից իջեցրել ու որսորդական հրացանով կրակել է վիճաբանության մասնակից Դավիթ Արաքելյանի վրա, որը ևս մահացել է։ Էդգար Հովհաննիսյանը ձերբակալված է։ Իդեպ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 28-ից 31-ը հանրապետությունում մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպք է եղել, դեռևս չի բացահայտվել դրանցից 4-ը։ Զինծառայող Արկադի Ղամբարյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալով հուլիսի 28-ին զինծառայողը մահացու վնասվածքը ստացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Մյուս թեմաների մասին դեռևս շինարարության փուլում գտնվող Վեդու ջրամբար 29,5-ի փոխարեն տարեկան մոտ 32 միլիոն խորանարդ մետր ջուր կլցվի։ Այս մասին տեղեկացրել են վարչապետին շինհրապարակում։ Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման 90 միլիոն եվրո արժողությամբ ծրագիրը գալիք տասնամյակներում ապահովելու է Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածքների ոռոգումը ու օգնելու է վերականգնել Սևանա լճի էկոլոգիան։ 2020 թվականից շահագործման հանձնելուց հետո Սևանա լճի ջուրը կտնտեսվի 18 միլիոն խորանարդ մետրով ու կուղղվի դեպի 2800 հեկտար նոր հողեր։ Շարունակենք, սահմանամերձ այգեհովիտի ընտանիքներից մեկում զորացրման ուրախություն է։ Արայի տունդարձի օրն էլ կրակել են։ Սովորական բան է ապրիլյան քարորիայում ու ծառայության մեջ կամքը կոփած տղայի համար։ Հիմա տանն է, պարտեզի վարդերն է մշակում, ծննդավայրից հեռու ապրելու միտք էլ չունի։ Տունը չէ, աշխարհն է լցվել ուրախությամբ, թորան կարոտը դեռ մի լավ չառած, ասում է Արուստատը, զինվորը տուն է վերադարձել։ Մերնեմ սիրակյանքին, վերջապես հասավ մեզին բալը։ Բոլոր զինվորատեր ծնողներին նույն բերկրանքը մաղթում է մայրը։ Ցանկանայի, որ բոլոր մայրերի որդիները ծառայեն եւ ողջ եւ առողջ վերադառնան իրենց ծնողներին։ Խոջումյաններին առաջին աչքալուսանքը դրացիներից էր։ Աչքը լուսլի բալաջան, ապրես։ Դպրոցի տնօրենն էլ հարևան է, Արայի զինղեկն է եղել, ասում է չգրված օրենք է, մերոնք ամոթով չեն թողնում։ Այսօրվա զորացրվածներին, որ ես նայում եմ, ինքս հպարտություն եմ ապրում, որ մենք նման տղաներ ունենք։ Զինվորական ծառայությունը նոր ավարտած ընկերը Կոլյան էլ եկավ, 2 տարի իրար չէին տեսել, հորեղբոր անակնկալներ։ Ատլետիկ կազմվածքով Արան լավ մարզավիճակում է մեկնել բանակ, ասում է բանակը մեծ փորձառություն է, կամքն է զորացնում։ Այդ տղեն պետք է ծառայի, այդ իր հետագա կյանքի ընթացքում այդ ինքը իրան երկար ժամանակ պետք է։ Ցնդես սովորել ես, որ երկար մտածես, որպես սխալներ չանես։ Զինվորական ծառայությունը Արցախում էր, ապրիլյան քարորիայի ծանր մարտերի մասնակիցը քիչ է խոսում այդ օրերից։ Սահմանամերձ այգեհովիտ գյուղում ականջը փոքրուց է սովոր կրակոցներին, ասում է իր տունդարձի օրն էլ կրակում էին։ Պապաս հորողբերը սահմանային առաջվա կռիվների մասնակցել են, որ արդեն այդտեղ սահմանում ենք ապրել, մեծացել, այնտեղ լիքը բաներ հեշտ էր մեզ համար։ Հայրը Ռուսաստանում է, բայց ինքը չի գնա։ Այստեղ լավ ուզենանք ստեղել, կաշխատենք, ուզենանք ստեղել ամեն ինչ կանենք։ Իջևանի մարզադպրոցի նախկին սանը 15 տարեկանում քինգ-բոքսինգ մարզաձևից մեր երկրում երկրորդն էր իր տարեկիցների մեջ, ֆիզկուլտ ինստիտուտում կշարունակի ուսումը։ Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ։
Թե որքանով են խոցելի հակառակորդի դիրքերը, ինչ փուլում են պաշտպանության բանակի մեր համալրումները, եթե չեք հասցրել դիտել օրակարգից դուրս ծրագրին Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի հարցազրույցը, ապա դրա մի քանի հետաքրքիր շեշտադրման կարող եք ծանոթանալ Արթուր Գրիգորյանի ռեպորտաժում։ Այսօր անկախ օրվա ժամից եղանակային պայմաններից մենք ի վիճակի ենք արդյունավետ կրակվարել։ Ձեռք ենք բերել խոշոր տրամաչափի կրակային նոր միջոցներ, ավելի հեռահար հակատանկային միջոցներ եւ այլն։ Իրականացվել է փորձարկումներ այդ բոլոր միջոցների եւ ասեմ փորձարկումների արդյունքները հուսադրող են, արդյունավետ են։ Հատուկ ուշադրություն է հատկացվել վաղ հայտնաբերման միջոցներին, որոնք առաջնագծում զինծառայողների անվտանգության հիմնական նախապայմաններից են։ Նախարար Մնացականյանի տվյալով Ադրբեջանի էլիտար համարվող Յաշմա հատուկ նշանակության 052 բրիգադի ճակատագիրը փաստերով ապացուցվել է, որ նախանձելի չէ։ Միայն այդ ստորաբաժանումը նախորդ ապրիլին 400-ից ավելի զոհ է տվել։ Իրենց այդ դիակները, որ փոխանակել ենք, ուրեմն եղել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել Յաշմայի 052 բրիգադայի 71 կամ 72-րդ խումբը։ Այսինքն դա ենթադրում է, որ Յաշմա բրիգադայի 1000-րդ զինծառայողը գտնվել է մարտական գործողությունների շրջանում եւ ոչնչացվել է։ Բանակի հրամանատարը մեկնաբանել է Զաքիր Հասանովի հայտարարությունները ապրիլյան պատերազմում կարողությունների 15-20%-ն օգտագործելու մասին, թվարկելով հակառակորդի ներգրաված ահռելի ռազմական ռեսուրսը, որն ընդամենը մեկ վաշտի խնդիր է լուծել։ Իսկ Իսկանդերի առնչությամբ ադրբեջանցի նախարարի խոսքերը հրամանատարը բնորոշել է որպես վախի ազդեցությամբ արված հայտարարություն։ Մարդ, որ ուշադրության չի արժանացնում, նման հրթիռը, որի քաշը համարյա թե 4000 կիլոգրամ, 4 տոննա, 3800, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր եւ հեռահարությունը մի քանի 100 կիլոմետր, չասեմ կոնկրետ, հա, ու անտեսել նման միջոցը, դա կամ միամտություն է, կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն աթողնում ինձ վրա։ Արթուր Գրիգորյան, Արմեն Անդրեասյան եւ Էդգար Դավթյան, օրակարգ Արցախ։ Միջազգային օրակարգից Վենեսուելայում հենց այս պահին շարունակվում են ցույցերը։ Ընդդիմությունը դեմ է 3 կայացած սահմանադիր ժողովի ընտրությանը, որը եւս ուղեկցվել էր ցույցերով։ Ընտրությունը նախագահ Մադուրոյի որոշումն էր Միացյալ Նահանգների բնորոշմամբ ավտորիտարիզմի ճարտարապետություն։ Չնայած գնահատականներին ու տասնյակ զոհերին, Մադուրոն տոնում է հաղթանակը։ 13 զոհ 24 ժամվա ընթացքում Վենեսուելայում կիրակի կայացած սահմանադիր ժողովի ընտրությանն ուղեկցող ցույցերը մահաբեր էին, իսկ նախագահ Մադուրոն տոնում էր հաղթանակը։ Tenemos asamblea constituyente. ¿Qué creen ustedes que debe hacer la constituyente con la Fiscalía General? Ինչ եք կարծում, ինչ պիտի անի սահմանադիր ժողովը գլխավոր դատախազության հետ, հայտարարի արտակարգ դրություն եւ վերահսկի արդարադատությունը, դա իմ համեստ եւ զուսպ կարծիքն է։ Սահմանադիր ժողով ընտրելու եւ սահմանադրությունը փոխելու նախաձեռնությունը հենց նախագահինն է։ Միացյալ Նահանգները զգուշացնում է հետևանքների մասին։ Մեր կառավարությունը մտադիր է միջոցառումներ ձեռնարկել ընդդեմ Վենեսուելայում ավտորիտարիզմի ճարտարապետների։ Այդ մարմինը կոչված է փոխարինելու օրինական կերպով ընտրած ազգային ժողովին եւ խախտելու վենեսուելացի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կարծում է Վաշինգտոնը եւ հակաքայլեր խոստանում։ Նիկոլաս Մադուրոյին այդ կարծիքը մեղմ ասած չի հետաքրքրում։ Donald Trump, que ellos no reconocen los resultados de las elecciones. Այսօր տիրակալ Դոնալդ Թրամփի խոսնակը հայտարարեց, որ չեն ընդունի սահմանադիր ժողովի ընտրության արդյունքը։ Մեր ինչին է պետք, թե ինչ է ասում Թրամփը, մեզ մտահոգում է, թե ինչ է ասում Վենեսուելայի ինքնիշխան ժողովուրդը։ Վենեսուելայում սպանվել է սահմանադիր ժողովի անդամության տեխնատուներից մեկը։ Անհայտ անձանց խումբը ներխուժել էր նրա տուն եւ գնդակահարել։ Երկրի հիմնական օրենքը փոխելու նախագահի քայլն ընդդիմությունը համարում է սահմանադրության խախտում, քանի որ ընտրություն անցկացնելու համար նախ պետք է հանրաքվե անցկացվեր։ Nosotros no reconocemos ese proceso fraudulento. Մենք չենք ճանաչում այս խարդախ գործընթացի արդյունքը, մեզ համար այն զրո է, գոյություն չունի, մենք շարունակենք պայքարել, ոչ մի վենեսուելացի չպետք է մահանա միայն լավ ապագա ուզելու համար։ Վենեսուելայի տարբեր քաղաքներում մոտ 4 ամիս շարունակվող բողոքի ակցիաների զոհերի ընդհանուր թիվը հայտնի չէ, բայց գերազանցում է 110-ը։ Սոնա Աղբալյան, օրակարգ։
Ցույցեր ավելի կենսական նպատակներով Թուրքիայում իրենց իրավունքների համար պայքարի են դուրս եկել կանայք։ Ընդդեմ ավանդական հագուստի ու հանուն տարրական իրավունքների ցույցերի օրերին էլ իգական սեռի նկատմամբ բռնությունները շարունակվել են։ Թբիլիսին ակնկալում է, որ Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայել Սաակաշվիլին, որ զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, կարտահանձնեն Վրաստան։ Իսկ երբ դա լինի, նրանք կձերբակալեն դեռ 2014-ին առաջադրված падգամավորին ծեծելու, փող յուրացնելու, խաղաղ ցույցրելու եւ հեռուստաընկերության վրա հարձակվելու մեղադրանքներով։ Իդեպ Սաակաշվիլին հայտարարել է, որ պայքարելու է Ուկրաինա վերադառնալու համար եւ երբ դա լինի, Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ կարգի։ 755 ամերիկացի դիվանագետ կլքի Ռուսաստանը, դրանով նրանց թիվը կհավասարեցվի Միացյալ Նահանգներում աշխատող ռուս դիվանագետների թվին, նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումն է։ Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում նա նշել է, որ որոշման պատճառը Միացյալ Նահանգների քայլերն են ուղղված ռուս-ամերիկյան հարաբերության վատթարացմանը։ Օգոստոսի 1-ից դադարեցվում է Միացյալ Նահանգների դիվանագետների կողմից Մոսկվայի Դորոժնայա փողոցում պահեստային տարածքների եւ Սերեբրյանի բորում առանձնատների օգտագործումը։ Վաշինգտոնը անհիմն է համարում Մոսկվայի որոշումը։ Վերադառնանք Հայաստան։ Հագվեցիները խոպանի իրենց այլընտրանքն են գտել։ Գյուղացուն հողին կապելու համար բավական են Սեդվիի գետահովտի նախկինում համբավավոր այգիները։ Տեղացիները մշակումները սկսել են, սպասում են հարմար տոկոսներով վարկերի ու ջրի, գետի ջուրը հերիք չէ։ Հայաստանում է ուժը խաչքարի, Հայաստանում է ոգին առնական, Հայաստանում է հայի ապագան։ Այնպես որ ես այսօր շնորհակալություն եմ հայտնում Ռուսլան Կիրակոսյանին, որ մեր համար այս տարի գոնե թեկուզ ժամանակավոր սեզոնային աշխատանք ասա, բայց մեր համար գոնե աշխատատեղ բացվեց։ 7 հեկտարի վրա հատապտուղների այս այգին հիմնելու գաղափարն էլ ծնվեց Ռուսաստան չմեկնելու ցանկությունից։ Հարցը դրվեց Հայաստանից տեղափոխվենք Ռուսաստան։ Տղես ընդեղ ապրեմ, Մոսկվայում ապրեմ։ Ես չհամաձայնվեցի, ինչ անես, բա պարապ մնաս, ինչ անես, ասի պարապ չեմ մնա, մեր պապական հողեր կա, Սեդվի։ Սեդվի գետահովտի 35 հեկտար այգիները հիմնվել են դեռ 19-րդ դարում։ Մեծ համբավ ունեն եւ լավագույն պտուղները Հագվիի Ստալինի անվան կոլտնտեսությունն առաքում էր Ստալինի նստավայր։ Հետո սեփականաշնորհում ջրագծերի վթար, ծառերի չորացում։ Ռուսլանը սկզբում 3 հեկտար գնաց, հետո եւս 4-ը։ Նախնական գումարը ներդրեց որդին։ Ծրագրեմ կա, որտեղ 2 հեկտար էլ գնենք, ջուրը զորով քանին կբավականացնի։ Ջրի մասին։ Այգետարածները գնել շուրջ $5 միլիոն էր ներդրել, երբ եկան թե գետակի վրա հեկ ենք կառուցել։ Հագվեցիների հետ պայքարեցին գետը չորացնող այդ ծրագրի դեմ։ Առայժմ բարեհաջող։ Ամռանը ջուրը հազիվ է բավարարում նորատունկ այս այգիներին։ Արդեն ակնհայտ է, որ նախկին 35 հեկտար այգին վերականգնելու համար ջուր չկա եւ ստիպված կլինեն նաեւ ջրամբար կառուցել։ Դա հետո, բայց հիմա արդեն այգիների ընդարձակման համար փող է պետք։ Ծրագիր են ներկայացրել։ Մի քանի փուլով անցնելուց հետո ասել են՝ լավ, հիմա սպասում են պետական էժան փողին։ Պայմանավորվել են, որ 5%-ով կարելի է տալ, 5%-ով եթե ինձ վարկավորեն, կարունը բոլոր աշխատանքները կսկսվի շարունակվի լինելի, ասինքն մի 10,000 թու մոշ կցանվի, մի 500 հատ հոնի պոպոկի ծառեր։ Ամռան բերքահավաքի վերջին պտուղներն են իրացնում։ Էկոլոգիապես մաքուր հատապտուղը մեծ պահանջարկ է վայելում։ Մեծ եկամուտներ են խոստանում նաև փորձնական դրված կուլտուրական մոշի թփերը։ Ուստի նոր գնված 2 հեկտարի վրա հենց մոշի այգի են հիմնելու։ Ամգինն հարմար, շուկայում 2000 դրամի չափով է, ամեն բերքատվությունը 20 կիլոից 30 կիլո բերքատալի։ Բայց ծրագրերը սրանով էլ չեն ավարտվում։ Նաև մորի, մոշի ու հոնի վերամշակում։ Մորն ու մոշը սառեցված ու պահածոյացված Ռուսաստան ու Եվրոպա կարտահանեն, աղդրած հոնը Իրան։ Հույս ունենք, որ երևի 50 մարդ տարվա ընթացքում 8 ամիս, 7-ից 8 ամիս կաշխատեն։ Այգետերն ակնկալում է, որ 2-3 տարվա ընթացքում տարեկան 60-ից 80 տոննա բերք կստանա։ Ծրագրում է աշխատողներին մասնակի վճարել նաև ձմռան ամիսներին։ Այս կերպ պահպանել որակյալ աշխատուժը։ Թե չէ այս տարի բերքահավաքի ամիսներին դժվար էր անգամ 5-ից 8000 դրամ օրականով քաղողներ գտնելը։ Հրաչյա Պապինյան, Արմեն Հովսեփյան, օրակարգ։ 9-րդ Արիտուն ծրագրի 7-րդ փուլի մասնակիցները հայրենիքում են։ 102 սփյուռքահայ երեխաներ 13 երկրից եկել ու 9 օր շարունակ կապրեն հյուրընկալող ընտանիքներում կամ հարազատների տանը։ Մի քանի օր էլ կանցկացնեն ճամբարում։ Հայրենիքս է եւ հետ չեմ եկած։ Շատ ուրախ եմ, որ պիտի երթամ տեսնեմ անդեղերը որ գանուս։ Երեմյան նկարներով տեսած եմ եւ իրական չեմ տեսած։ Եվ
Մամաս եւ բաբաս առաջարկեցին ինձ, որ ես ոստեղ կամ։ Ուզեմ սովորեմ ստեղ մեդիցինսկի ունիվերսիտետը, ստոմատոլոգիչսկի ֆակուլտետը։ Եվ մեկ ռեկորդային լուրջ ջութակահար Նիկոլայ Մադոյանը Գինեսի ռեկորդների գրքում է։ Նա առաջինն ու միակն է աշխարհում, որին հաջողվել է 33 ժամ 2 րոպե 41 վայրկյան շարունակ 59 երաժշտական ստեղծագործություն կատարել։ Երաժիշտը նվագը ընդմիջել է յուրաքանչյուր ժամը 1-5 րոպեով։ Այժմին այսքանը օրակարգը եթերում կլինի 17:00-ին, մինչ այդ ժամը։